Եղավ 24 թվականի մարտի 7-ին առավոտյան ինձ ասել են, որ նախորդ գիշերը կեսգիշերից հետո ոչ մի բան չուտեմ եւ առավոտյան ներկայանեմ իրենց թեթև հագուստով ազատ, որ իրեն կարողանան մարմնին ինչ անհրաժեշտ է միացնեն, բժշկական սարքավորները, որոնց անունները չգիտեմ, եւ ունենամ ինձ հետ անձնագիր բնականաբար ու ինչ-որ մարդիկ, ովքեր որ կողեկցեն ինձ։ Շատ հետաքրքիր դեպք եղավ, ես բժշկին Հայաստան գալուց հետո չէի տեսել ու բժշկի օգնականը ինձ հարցրեց, բայց չես ուզում տեսնել բժշկին, մի հատ վերջնական խոսեք, հետո գնաս վիրահատարան, ասացի մի հա, եթե կարելի է, ու այդպես գնացի հանդիպեցի բժշկին, հիշեց ինձ, ասաց, հա դու ես բնական քիթներ չի ուզում, ասացի հա, ու դրանից հետո բժշկի օգնականը ինձ տարավ վիրահատարան, որը առաջին հայացքից շատ սառն է թվում ու վախենալու, բայց վիրահատարանում բուժքույր ունեին, որ սենյակի աչանկինում նստած էր ու վստահ եմ ինձ նման շատ մարդկանց էր տեսել, ովքեր առաջին անգամ են վիրահատվում ու գիտեր, որ մարդիկ երբ որ մտնում են վիրահատարան շատ անհանգիստ են լինում ու սկսեց ինձ հարցեր տալ եւ վստահ եմ, որ ոչ թե դա իմ մասին ինֆորմացիա իմանալու համար, այլ ավելի շատ ինձ խոսեցնելու, հանգստացնելու ու շեղելու համար էր ու իրեն շատ շնորհակալ եմ, որովհետեւ այդ բան ես իրոք դրա կարիք ունեի։ Անեստեզիոլոգը մոտ 5-10 րոպե հետո եկավ անեստեզիոլոգը, չգիտեմ հայերեն, շեշտադրությունը որտեղ է։ Էլի անունազգանունից հարցրեց, քաշեց հարցրեց, որ երևի իմանան ինչ դոզայով քնաբեր տան ինձ։ Դեմքից դրեցին այդ սարքավորումը, որ ես կարողանամ շնչեմ ու քնեմ, ասացի, բայց չեմ հաշվում, ասեցին, եթե ուզում ես հաշվի։ Ու հաշվեցի 1, 2, 3, 4, 5 ու քնեցի, էլ ոչի բան չեմ հիշում, բարեբախտաբար։ Ու զարթնել եմ եւ երբ որ լսում էի ինձ կանչում էին Մարիամ զարթնի, ժամանակն է Մարիամ զարթնի, ու այնպես զարթնել եմ հանգիստ, հարցրեցին անունդ ինչ, ասեցի Մարիամ, ազգանունս հարցրեցին, ծննդյանորս հարցրեցին, երևի իմանան ինչ վիճակով եմ զարթնել, ու դրանից հետո եկան ինձ տարան պալատ։ Ընկերներս ասել էին, որ հնարավոր է վիրահատությունից ու արթնանալուց հետո սրտխառնորդ ունենամ ու փսխելու ցանկություն լինի, բայց բարեբախտաբար դա տեղի չունեցավ ինձ հետ ու ամեն շատ հանգիստ է անցել, ոչ մի ցավ չեմ զգացել ու պալատ տեղափոխվելուց հետո բուժքույրը եկավ, ցավազրկող միացրեց, ցավազրկող սրսկեց, միացրեց այն բանով ու գնաց։ Երբ որ վիրահատարանից ինձ բերեցին պալատ, այդ սկզբնական շրջանում բնականաբար վիրակապեր կային դեմքիս ու ներքևի հատվածներում արյուն կար, ու երբ որ ես ինձ տեսնում եմ արյան մեջ կամ արյուն իմ դեմքի վրա կամ հիմնականում դեմքի վրա, ուղղակի ոտքերս թուլանում են ու ես ուշագնաց եմ լինում կամ գրեթե ուշագնաց եմ լինում ու դա իմանալով ես ինձ առաջին պահերին ինչ չեմ նայել, մենք խնդրել եմ ինձ լուսանկարեն, ամուսնուս եմ խնդրել ինձ լուսանկարի, որ հետո ես դա տեսնեմ, որտեղ ես գիտեի, որ առաջին պահին ընդհանրապես պատրաստ չեմ լինելու ու ավելի լավ է չտեսնեմ, քան տեսնեմ ու մտածեմ, վայ, երբ պիտի անցնի այս շրջանը։ Բժիշկը նախորդ ասել էր, թե ինչ պիտի ուտեմ, ինչ կարող եմ ուտել վիրահատվելուց հետո, ու դա ընդհանրապես խմելու յոգուրտներ, ուրիշ ոչ մի բան, ու նաև բանան ու փափուկ բուլկիներից, ու ընկերներս բոլորը բերել էին այդ ամենը ու իրականում փորձեցի ուտել, բայց քամելու ֆունկցիան այդ պահին լավ չի աշխատում, ես չէի կարողանում շշի կափարիչով, շշի with a cap, okay, շշի այդ բանով ու դա անում էի, որովհետև ոչ թե որ քաղցած էի արդեն, այլ գիտեի, որ ինձ ուժը պետք է ինչ-որ մի բան պիտի ուտեմ։ Ինձ ասել էին, որ պիտի փորձեմ քայլել, բայց փորձեցի քայլել ու գլուխս պտտվեց։ Փորձեցի քայլել, բայց գլուխս պտտվեց ու մտածեցի, որ չէ, այս պահին չեմ կարող ես դա անել ու նորից պառկեցի։ Ամենակարևոր բաներից մեկը հիշեք, որ պիտի պառկեք մեջքի վրա, եթե սովոր չեք դրան, պիտի սովորեք, հետո գնաք վիրահատության, որ հետո շատ չտանձվեք։ Ես սովոր եմ մեջքի վրա պառկելու, քնելու ու ինձ համար բարեբախտաբար դա խնդիր չէր, հավելյալ պրոբլեմ չէր։ Մի քանի ժամ անցավ արդեն երեկո էր ու արդեն քունս տանում էր քնեցի,
Արթնացա մոտ ժամը 2-ին ու փորձեցի գնալ զուգարան ու մոտ 1-2 մետր հեռավորություն է։ Փորձեցի կանգնել, բայց մի քիչ թույլ էի, սպասեցի Մարկոն արթնանա, հետո ինձ օգնի գնամ զուգարան։ Գնացի այնտեղ ու զուգարանում մեծ հայելի կար։ Ես գիտեի, որ ես չպիտի այդ հայելուն նայեմ, պիտի ձեռքերս լվամ ներքև նայելով, այլ ոչ թե հայելու մեջ նայելով, որտեղ այդ բանը ուղղակի կուշաթափվեի։ Այդ գիշերն անցավ, առավոտյան արդեն բավական լավ էի, նորից ցավազրկող սրսկեցին ու կեսօրին արդեն ես դուրս գրվեցի, մոտ 1-2 ժամ սպասեցի, հետո իջանք ներքև, մեքենա նստեցի ու գնացի տուն։ Այդ ամենը այլմ շատ դանդաղ զուտոպիայի սլոթի նման, որովհետև ավելի արագ հնարավոր չէր ուղղակի, որովհետև այդ պահին ինձ թվում էր, որ քթիս ինչ-որ մեկը հիմա կարված է կամ ես կընկնեմ կարված եմ, ափսոս այդքան ջանքը, ափսոս այդքան ժամանակը, որ տրամադրել եմ դրան։ Ու այդպես դանդաղ հասանք տուն։ Շատ իրականում հասանք ընկերուհուս տուն, ով շատ շռայլորեն ինձ ընդունեց 2 շաբաթ եւ իմ մասին ուղղակի հոգ տարավ հոյակապ ձևով։ Տուն վերադառնալուց հետո բժիշկը նշանակել էր անտիբիոտիկ եւ ցավազրկող, անտիբիոտիկի անունը հիմա չեմ հիշում, հետո քիշեմ կդնեմ եւ ցավազրկողը դեքսալգինն էր, առաջին 4 օրը օրական 2 անգամ խմել եմ ու ընդհանրապես ցավ չեմ զգացել, անտիբիոտիկն էլ եթե չեմ սխալվում մոտ 12 օր էր, բայց միանշանակ դա պիտի լսեք ձեր բժշկին։ Բացի դրանից պիտի քիթս մաքրեի ջրածնի 2 օքսիդով, պերօքսիդով, չեմ հիշում, նկարություն կտամ այստեղ, պիտի ականջի չոփիկը, այսինքն բամբակը թաթախեի, մտցնեի քթիս մեջ մինչև վերջ, որ կարողանայի մաքրել, որը բնականաբար առաջին պահին էլի վախենալու էր, բայց վերև ներքև կողք նայելով քիթս մաքրում էի, բացի դրանից ունեի նաև հեղուկ, այդ հեղուկով պիտի մաքրեի, բայց սկզբից չգիտեի ոնց մաքրեմ ու մաքրում էի մեն ներսի այսքան հատվածը, բայց պարզվեց, որ պիտի այդ հեղուկը գնար մինչև ներքև ու կոկորդով դուրս գար մաքրել ամեն ինչ, բայց դա ես հասկացա մոտ 6-7 օր անց։ Լավ է, ուշքան երբեք։ Երևի